Բարև ձեզ իմ շատ սիրելի հետևորդներ, այսօր միասին կպատրաստենք ձմռան համար շատ համեղ և գեղեցիկ մուրաբա։ Ստացվում է շատ համեղ և մնում է հատիկ-հատիկ։ Կարևորը ընտրել ճիշտ ծիրաններ և պատրաստել ճիշտ տարբերակով։ Մեզ անհրաժեշտ է 4 կգ խաք ծիրան։ Պարտադիր է, որ ծիրանները լինեն ոչ հասած։ Ծիրանի կորիզները նախապես կհանենք, կկճվենք և կդնենք սոդայաջրի մեջ։ Ջուրը կլցնենք այնքան, մինչև ծիրանները ծածկեն, իսկ սոդան կվերցնենք ամեն 1 կգ-ի համար ամեն 2 կգ ծիրանի համար կօգտագործենք 1 ճաշի գթալ սոդա, այսինքն այստեղ կօգտագործենք 2 ճաշի գթալ սոդա։ Սոդայի մեջ կթողնենք 2 ժամ, որից հետո 2 ջուր լավ կլվանանք։ Լվանալուց հետո պատարագաղով 2 տեղով կծակենք և կլցնենք այն ամանի մեջ, որի մեջ եփելու ենք։ Կավելացնենք 4 կգ շաքարավազ, ամեն կիլոգրամին 1 կգ շաքարավազ և կթողենք ողջ գիշեր, որպեսզի ամբողջ հյութը դուրս տա։ Մոռացա նշել, որ ծիրանները պետք է լվանալուց հետո լցնենք փլավքամիջի մեջ, որպեսզի քամվեն։ Ծիրանի կտերը կմաքրենք, կավելացնենք ջուր և 1 ժամ կեռացնենք։ Սա պարտադիր պայման է, որպեսզի հետագայում մեր մուրաբաները չթռնեն։ Տեսեք, թե ինչքան ջուր է դուրս տվել, կդնենք կրակին և կես ժամ կեռացնենք։ 2 անգամ կեռացնենք կես ժամ, կթողնենք 1 ժամ հանգստանա, որից հետո 2 անգամ եռացնելուց հետո կդնենք կրակին և մարմանդ կրակով կեփենք այնքան, մինչև հյութը մի փոքր թանձրանա։ Ծիրանի կորիզները հենց սկզբից ենք ավելացնելու։ Միգուցե լինեն մի քանի ծիրաններ, որոնք հասած են եղել, որոնք մի փոքր կլղկվեն, բայց խաք ծիրանները ընդհանրապես իրենց տեսքը և գույնը չեն փոխում։ Վրայի սպիտակ քաֆը եթե չեք սիրում, կարող եք հավաքել։ Ես չեմ հավաքում։ Նորից ասեմ, որ 2 անգամ պետք է եռացնենք 30 րոպե, թողնում ենք 1 ժամ հանգստանում է, նորից դնում ենք եռացնելու։ 2 անգամ եռացնելուց հետո արդեն դնում ենք կրակին և եփում ենք այնքան, մինչև պատրաստ լինի։ Պատրաստ լինելն էլ ստուգում ենք սիրոպով։ Եթե սիրոպը արդեն մի փոքր թանձրանում է, շատ չի թանձրանալու։ Կոնկրետ այս մուրաբայի սիրոպը շատ չի թանձրանալու։ Մի փոքր երբ պնդանա և զգանք, որ արդեն ծիրանները եփվել են, ուրեմն պատրաստ է։ Վերջում կավելացնենք կես թեյի գթալ լիմոնի աղ և գույնի պահպանման համար և որպեսզի չշաքարակալվի։ Կխառնենք, կեռացնենք լիմոնի աղը գցելուց հետո մոտավորապես 10-ից 15 րոպե և կանջատենք։ Կլցնենք բանկաների մեջ, կփակենք և կվայելենք ձմռանը։ Շնորհակալություն, որ հետևեցիք։
Ձեր կարծիքը կարող եք գրել մեկնաբանության դաշտում։ Շնորհակալություն, ցտեսություն։